Ամերիկայի կենտրոնական բանկը ավելի անհանգստանալով ոչ թե ինֆլյացիայի, այլ գործազրկության մասին մի քանի ամիս շարունակ նվազեցնում է տոկոսադրույքը, իսկ մենք նախորդ կրիզիսներից տեսել ենք, որ կենտրոնական բանկի տոկոսադրույքի իջեցմանը համընթաց են լինում ճգնաժամերը, օրինակ դեկտեմբերին 2000 թվականի սկսեցին իջեցնել տոկոսադրույքը, մարտին արդեն ճգնաժամ էր սկսել։ 2007 թվականի օգոստոսին սկսեցին իջեցնել տոկոսադրույքը, դեկտեմբերին արդեն ֆինանսական ճգնաժամ էր։ Հիմա անցած տարվանից մի տարի է սկսել են Ամերիկայում իջեցնել տոկոսադրույքը ու մենք հավանաբար ճգնաժամի արդեն սկզբնական կամ միջին փուլում ենք, երբ որ հետհայացքով սերի գրաֆիկները ճգնաժամերի պատկեր են, ներառելու է վերջին ամիսների ու ներկայիս դրությամբ։ Ու ամենացավոտ հատվածը դեռևս առջևում է, ճգնաժամի մեջտեղից սկսած է, որ միլիոնավոր մարդիկ գործազուրկ են դառնում, դրա արդյունքում կորցնում են իրանց տները, չեն կարողանում իրենց հիպոթեքները փակել, չեն կարողանում իրանց ծախսերը հոգալ, տնտեսությունը ընդհանուր կանգ է առնում, բոլոր ընկերություններն էլ ֆինանսական խնդիրներ են ունենում, բանկերը նույնպես։ Ու այդ ամենի մեջ իհարկե կենտրոնական բանկերը ու պետությունները հերոսի պես միջամտում են, նոր փող լցնելով, նոր փող տպելով, փորձում են փրկել իրավիճակը։